1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարել ձեզ։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է նախաձեռնող խումբ ստեղծել, որը պիտի որոշի, թե ինչպես են վեհարանը ազատում կաթողիկոսից եւ հասնում կաթողիկոսական նոր ընտրությունների, պարզ ասած նոր կաթողիկոսի։ Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը ստեղծում է, ձևավորում է ապագա քաղաքացիական բախումների շտաբը, այսպես ասենք, եւ թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ, սա այդ մասին բազմիցս խոսել ենք, բայց արժե սրան անդրադառնալ 3 տարբեր տեսանկյուններից, այսինքն իրավական տեսանկյունից, քաղաքական տեսանկյունից եւ ուղղակի զուտ մարդկային տրամաբանական տեսանկյունից։ Սկսենք տրամաբանությունից, իհարկե իսկապես խնդրահարույց է, որ կաթողիկոսը եւ ընդհանրապես բարձրաստիճան հոգեվորականներ գուցե եւ խախտել են կուսակրոնության ուխտը, բայց հարյուրապատիկ ավելի իհարկե խնդրահարույց է, պրոբլեմատիկ է, որ Հայաստանի իշխանություններն են խախտել եւ իրենց նախընտրական խոստումները եւ իրենց ծրագրերը, ընդհանրապես այն աղետները, որ նրանք բերել են Հայաստանի գլխին եւ Արցախի գլխին, անհամեմատելի են ուղղակի, բայց ամեն դեպքում, եթե խոսում ենք տրամաբանությունից, շատ տրամաբանական կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի այս հարձակումներին ուղղված եկեղեցու դեմ կաթողիկոսը ուղղակի պատասխաներ, ասեր, գիտես, որդյակս, որը որ դու ուրեմն կհրաժարվես քո վարչապետությունից, կհայտնվես դատարանի առաջ եւ պատասխանատվություն կկրես քո պատիժը Հայաստանի գլխին բերած այս աղետների համար, նույն օրը, նույն ժամին ես մի կողմ կդնեմ իմ կաթողիկոսական գավազանը, դուրս կգամ վեհարանից եւ կգնամ, չգիտեմ, որևէ հեռավոր Մենաստանում մինչեւ կյանքիս վերջը ապաշխարելու։ Այ դա կլիներ տրամաբանական։ Հիմա անդրադառնանք հարցի իրավական կողմին։ Նիկոլ Փաշինյանը փաստացի նույն կոչն է անում, ինչ պատերազմի ժամանակ 44 օրյա եւ չգիտեմ իր կողմնակիցներին, երբ ասում էր գնացեք, չգիտեմ, նկուղներում գտեք զրահաբաճկոններ, սաղավարտներ, ջոկատներ կազմեք եւ հիմա մոտավորապես այդ նույն բանն է ասում, ուղղակի ասում ցուցակագրվեք այս իմ էլեկտրոնային հասցեով, չգիտեմ, ինչ որ ընթացակարգեր է ասում, իհարկե բաց տեքստով չի ասի գնացեք, ձեր նկուղներում գտեք մետաղի ամրաններ, չգիտեմ, նրանցից ինչոց ձողեր սարքեք, խաչեր սարքեք, մի ծայրը սուր, գնացեք, շրջապատեք վեհարանը, կռվեք եւ հաղթեք, մաքրե այդպես չի ասելու, իհարկե, բայց ասացի տրամաբանությունը մեծ հաշվով սա է եւ կարելի է չկասկածել, որ նրա այդ կոչին արձագանքողներ կլինեն բազմաթիվ, կգտնվեն եւ ուսապարկեր եւ երիտկարիերիստներ, մոտավորապես նրանք, ովքեր ասենք նույն հաջողությամբ գնում էին Նիկոլ Փաշինյանի հետ հեծանիվ քշելու, կգտնվեն մարդիկ, ովքեր չգիտեմ հավաքագրվել են, այդ կրթվել են նորաձև այդ ծրագրի շրջանակներում, մի խոսքով, ինչպես ասում են, եւ նույնիսկ մի կին ատամնատեխնիկ, այսինքն մարդկանց պակաս չի զգացվի։ Խնդիրը այլ է, խնդիրն այն է, որ սա հակասահմանադրական է։ Ինչու շատ պարզ, որովհետև մեր սահմանադրության 6-րդ հոդվածում հստակ գրված է պետական պաշտոնյաներ, իսկ վարչապետը պետական պաշտոնյա է, իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ եւ օրենքներով։ Սահմանադրությամբ եւ օրենքներով վարչապետը եւ որևէ այլ պետական պաշտոնյա ուրեմն կաթողի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու իրավասություն չունի։ Վերջ։ Այսինքն այս գործընթացը, որը սկսել է Նիկոլ Փաշինյանը, փաստացի անօրինական է, հակասահմանադրական է։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի դա, բայց նրան բնականաբար առանձնապես այդ սահմանադրությունը չի հետաքրքրում, նա բաց տեքստով ասում է դա, կոչ է անում հրապարակավ, մեր խնդիրը սա է, նպատակը սա է, գնալու ենք հասնելու ջանդամը թե բախումներ էլ չեն լինի, իբր թե այդ ամեն ինչ արվում է հանուն եկեղեցու մաքրության։ Հիմա տեսեք, ինչու է Նիկոլ Փաշինյանը, ինչի շնորհիվ է Նիկոլ Փաշինյանը դարձել վարչապետ։ 21 թվականի ընտրությունների արդյունքում հիշում ենք, երբ նա խոստացել էր, հիշում եք, Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, անջատում հանուն փրկության, Հայաստանը շարունակելու է լինել Արցախի անվտանգության երաշխավորը եւ այլ եւ այլ։ Հետո եկավ, խաբեց, արեց ճիշտ հակառակը եւ սա շատ լուրջ խնդրեմ է։ Այստեղից անդրադառնում ենք քաղաքական խնդրին, քաղաքական տեսանկյունից հարցը նայելու, որովհետեւ լուծումը, եթե լուծումը ընկալում ենք որպես քաղաքական հարթություն, ապա ակնհայտ է միակ լուծումը իշխանափոխությունն է։
Եթե դա չլինի, պետք չի հույս ունենալ, թե Նիկոլ Փաշինյանը ետ է քաշվելու, գիտակցելու է, որ ինքը սխալ բան է անում, ոչ, առավել եւս որ Նիկոլ Փաշինյանի այս հարձակումների, այս վարքագծի մեջ էլ ակնհայտորեն ամենակարևորը քաղաքական մոտիվն է։ Նա պարզապես իդեմս եկեղեցու, իդեմս այդ կառույցի տեսել է լուրջ պոտենցիալ մրցակից, կենտրոն, ինստիտուտ, որը կարող է կազմակերպել եւ համակարգել ընդդիմադիր շարժումը, կարող է իր դեմ հզոր շարժում գեներացնել, հասնել իր իշխանափոխությանը, դրա համար էլ զուտ քաղաքական նպատակներով սկսել է այդ հարձակումը, որպեսզի ունենա այլ կաթողիկոս, հոգևորական, այլ վերնախավ ամբողջովին հալու հնազանդ իրան եւ այդպիսով դա չեզոքացնի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի մոտիվացիաները հիմնականում քաղաքական են։ Հետևաբար սա ամենաարդյունավետ լուծումն է, սա կանխելու պիտի լինի իհարկե քաղաքական գործիքակազմը։ Իսկ դա իշխանափոխությունն է, հերթական կամ արտահերթ։ Պարզ ասած, եթե խոսքը արտահերթի մասին է, իմպիչմենթի գործընթացը։ Բայց տեսեք, թե ինչ է տեղի ունենում։ Չգիտես ինչու այնքան էլ լայն արձագանք չստացավ այն փաստը, որ պատիվ ունեմ դաշինքը ներկայացրեց իմպիչմենտի գործընթացին զուգահեռ ներկայացրեց վարչապետի իր թեկնածուին։ Սա ուղղակի շոկային որոշում էր, բացարձակապես անընդունելի, խոսքը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, կարծեմ, որ հասարակությանը առավելապես հայտնի է նրանով, որ 2018 թվականի թեղափոխության օրերին ինչ որ թիմակիցներով դիմակավորած մի քանի անգամ փորձել է խոչընդոտել ցուցարարների վրա ծեծուճարդ, քարերով, փայտերով եւ այլն։ Դրանից բացի առանձնապես որևէ բանով աչքի չի ընկել եւ ահա պատիվ ունեմ խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերից մեկը վարչապետի թեկնածու է առաջարկում նրան։ Սա ինչ է նշանակում։ Բացի նրանից, որ սա բացահայտ արհամարական վերաբերմունք է հասարակության նկատմամբ։ Սա նշանակում են այն տրամաբանորեն, որ քաղաքական այդ ուժը ընտրությունների հետ հույս չի կապում, ընտրություններով իշխանափոխության հետ, որովհետև եթե դու ուզում ես հասնել իշխանափոխության ընտրությունների միջոցով, ապա քեզ համար կարևոր պիտի լինի հասարակության վերաբերմունքը։ Իսկ եթե քեզ համար կարևոր է հասարակության վերաբերմունքը, յուրաքանչյուր ընտրողի ձայնը, դու չես կարող այդպիսի թեկնածու առաջադրել վարչապետի։ Չես կարող։ Իհարկե, այնտեղ պարզ ասում են, դա ընդհանրապես գործիք է, բութ գործիք, որով պիտի իշխանափոխություն իրականացնել, բայց ոչ թե վարչապետի թեկնածու, այսինքն չհասկացանք։ Պիտի նրա միջոցով իշխանափոխություն իրականացնեք, հետո ասեք սիրելի ժողովուրդ, գիտեք, կատակ էինք անում, ինքը չէր մեր վարչապետի թեկնածուն, ինքը ընդհանրապես գործիք էր։ Հա, չէ, այդպես չի լինում։ Սա նշանակում է, եթե դու վարչապետի թեկնածու ես առաջադրում մեկին, ով առավելապես հայտնի է փողոցում ծեծուճարդեր կազմակերպելով, դա նշանակում է, որ դու իշխանափոխությունը պատկերացնում ես հենց այդ մեթոդներով։ Ինչ ընտրություն, ինչ բան, ծեծուճարդ, այդպես դիմակավորներ, հաստավիզներ, բախումներ։ Հասկացաք, թե ինչ աստիճանի ենք իջել, ուր է հասել մեր քաղաքական դաշտը։ Հայաստանի վարչապետը ակնհայտ հակասահմանադրական ճանապարհով գրոհ է կազմակերպում եկեղեցու դեմ, ընդդիմությունը իբր քաղաքական գործիքակազմով առաջ է քաշում այնպիսի թեկնածուի, որը հայտնի է առավելապես այդ փողոցային ծեծուճարդով եւ որի վարկանիշը, իմիջը, կերպարը գործնականում հավասար է 0-ի։ Իհարկե հիմա կարող են ասել, որ դե գիտեք ինչ, մենք տեսանք, չէ՞ թե այդ 18 թվականի հեղափոխությունը այսպես կոչված ինչի հանգեցրեց եւ փաստորեն եթե այն ժամանակ շատ լինեին այդ Մասիսի քաղաքապետի նմանները կարողանային թույլ չտալ, այսօրը չէին կընկնի։ Բայց հասկանալի է, չէ՞ որ Մասիսի քաղաքապետը այն ժամանակ այդ ցուցարարների վրա հարձակում ծեծուճարդեր կազմակերպում ոչ թե նրա համար, որ գիտակցում էր, որ հետո լինելու է պատերազմ, Արցախը կորցնելու ենք, մեր արժեքները քայքել, ոչ դրա համար չէր անում, իհարկե։ Ընդհանրապես նա տեսնում էր կարող է իշխանությունը կորցնել եւ եկել էր այդ փողոցային մեթոդներով փորձում էր իր անձնական շահերը պաշտպանել, սա բոլորի համար ակնհայտ է։ Բայց արդյունքում ունենք հետեւյալ պատկերը։ Ակնհայտ համանadrության վրա թքած ունեցող Նիկոլ Փաշինյան, որը հանուն իր իշխանությունը պահպանելու պատրաստ է չեզոքացնել եւ քարուքանդ անել ամեն ինչ։ Այդ թվում նաեւ ֆիզիկապես, այդ թվում նաեւ վեհարանը։
եւ ունենք ընդդիմություն, որը թքած ունի քաղաքական հասարակության կարծիքի վրա, թքած ունի վարկանիշների վրա, պարզապես այդ գործիքներով ասում է պատրաստ ենք փողոցային կռիվ, իսկ սա արդեն պետություն չի։ Սա արդեն թայֆաների միջև ձեռքի կռիվ է կամ խուժան կռիվ, փողոցային կռիվ, պետություններում այդպես չի լինում։ Ահա այդ վիճակում ենք մենք հայտնվել եւ նախաձեռնողը ցավոք սրտի ոչ թե հիմնական առաջին նախաձեռնողը ուղղակի որովհետեւ ինքն իրեն ուժեղ է համարում Նիկոլ Փաշինյանն է։ Նա կարծում է, որ իր կոչով մարդիկ դուրս կգան, ինչպես ժամանակին շրջափակում էին դատարանները, հիմա գնան կշրջափակեն եկեղեցիները, վեհարանը, թույլ չեն տա, որ հոգևորականները մտնեն այնտեղ, խոսքով ուժով, ճնշումներով կհասնեն իրենց ուզածին։ Եվ կա ընդդիմություն, որը համարում է, որ այդ կիսակրիմինալ, այդ գողական փողոցային մեթոդներով է պետք դրա դեմ առնել։ Ես չգիտեմ ինչ կլինի, եթե հաջողվի այդ մեթոդներով դեմ առնել։ Իհարկե, այս ամեն ինչի դեմ առնելը շատ կարևոր է, բայց կարևոր է նաև մեթոդը։ Կարևոր է այս ամեն ինչից դուրս գալ քաղաքական գործիքակազմով, քաղաքական տրամաբանության մեջ, որտեղ կարևոր է նաև թե ինչ է լինելու հետո։ Այնպես չստացվի, որ մենք այս պատուհասից ազատվեցինք, բայց արդյունքում ունեցանք այնպիսի փլատակներ, որ հաջորդ որևէ իշխանություն չի կարողանալու խելքը գլխին երկիր վերականգնել։ Այնպես որ քաղաքական դաշտը պիտի շատ անկեղծ լինի եւ ի դեպ, երբ որ մենք խոսում ենք այդ նիկոլական ուսապարկերի մասին, որոնք պատրաստ են իրենց շեֆի ցանկացած ասած ներքուստ իմանալու, որ անհեթեթություններ ասում, բայց պատրաստ են պաշտպանել, կրկնել, ցավոք սրտի մոտավորապես նույն պատկերներ տեսնում ենք ընդդիմադիր դաշտում։ Տեսնում ենք, որ այնտեղ էլ կան ուսապարկեր, որոնք բոլորը վստահ են, գիտեն, հասկանում են, որ դա խայտարակություն էր այդպիսի վարչապետի թեկնածու առաջադրելը, բայց տեսախցիկների առջև ասում են, դե հա, դե շատ ընտիր, հոյակապ թեկնածու էր, բա իհարկե ճիշտ որոշում էր, իմաստուն որոշում էր, սա էլ մի այլ տիպի ուսապարկություն է։ Այսպիսի կեղծիքներով մենք լավ տեղ չենք գնալու։ Պիտի, եթե ուզում եք ունենալ պետություն, պիտի քաղաքական գործիքակազմով կարողանանք այս ամեն ինչին դիմակայել եւ դրա հնարավորությունները կարծում եմ կան, դեռևս կան։ Իսկ այսօր այսքանը կհանդիպենք